Այս օրերին Երևանը դարձել է համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության կենտրոն։ Զբոսաշրջության զրույցներ միավորելով մարդկանց ու վայրերը խորագրով ֆորումը մեկ հարթակում է համախմբել ոլորտի առաջատար մասնագետների, քաղաքականության մշակողների ու հաղորդակցության փորձագետների։ Մենք հավատում ենք, որ արդյունավետ հաղորդակցությունը, ճիշտ բրենդավորումը, մեդիայի ուժն ու միջմշակութային կապերի խորացումը միասին ձևավորում են կայուն զբոսաշրջային ապագա։ Այդ սկզբունքով էլ Հայաստանը կառուցում է իր քաղաքականությունը, միավորելով ավանդական արժեքներն ու նորարարական լուծումները։ Սիրելի գործընկերներ, համոզված եմ, որ այս ֆորումը կդառնա արդյունավետ հարթակ գիտելիքի, փորձի և գաղափարների փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների մեկնարկի համար։ Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղություններից է։ Այն խթանում է տնտեսական աճը, ստեղծվում են նոր աշխատատեղեր, բարելավում ենթակառուցվածքները։ Այսպիսի մասշտաբային ֆորումի անցկացումը Երևանում ըստ Պապոյանի վկայում է Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրության, վստահության և համագործակցության պատրաստակամության մասին։ Միաժամանակ դա պարտավորեցնում է կառուցել ավելի հասանելի և հյուրընկալ միջավայր այցելուների համար։ Լուսինե Գևորգյանի խոսքով զբոսաշրջության հաջողությունը մեծապես կախված է երկրի ճիշտ բրենդավորումից և ներկայացումից, իսկ մեդիան այս գործում առանցքային դեր ունի աշխարհին բացահայտելու Հայաստանը իր մշակութային ժառանգությամբ, անկրկնելի բնությամբ և ջերմ հյուրընկալությամբ։ Շատ ուրախ ենք, որ բարձր մակարդակով հյուրեր ունենք Հունաստանից, Իրանից, Սևծովյան համագործակցության ներկայացուցիչն է Հայաստանում, ՄԱԿ-ի ներկայացուցիչներն են, ՄԱԿ տուրիզմի ներկայացուցիչներն են Հայաստանում, եւ սա փաստում է, որ Հայաստանը իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա եւ այո, հաղորդակցությունը հենց այն բանալին է, որը բացելու է դռները զբոսաշրջիկների եւ ինչու՞ չէ հայերի համար դեպի ամբողջ աշխարհ։ Եվրոպան լինելով աշխարհի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը առանձնակի ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանը, նշում է Վասիլիս Մարագոսը։ Եվրամիությունը Հայաստանում առաջին անգամ ունի զբոսաշրջության հարցերով եվրոպական հանձնակատար, որի առաջնահերթությունն է ոլորտի մրցունակության բարձրացումը։ Ֆորումը անցկացվում է Հայաստանում զբոսաշրջային թաքնված գանձերից մեկում 2026-ի գարնանը մենք կգործարկենք Եվրամիության առաջին կայուն զբոսաշրջային ռազմավարությունը, որի մշակման գործընթացում Հայաստանը ունեցել է արժեքավոր մասնակցություն ներկայացնելով իր զբոսաշրջային գրավչությունն ու ներուժը։ Այս ռազմավարությամբ Եվրամիությունը կօգտագործի իր կարգավորող և ֆինանսական հնարավորությունները խթանելու տարածաշրջանային զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։ Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության երկօրյա ֆորումն ընթանում է զեկույցներով, պանելային քննարկումներով և TED Talk-երով, այն կեզրափակվի հոկտեմբերի 25-ին աշխատաժողովով։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։